Ծխի ու կրակի մեջ անցել գիշերը Կիևում, ռուսական անօթաչուների ու հրթիռների թիրախը Ուկրաինայի մայրաքաղաքներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ 15 մարդ է զոհվել, եւս 136 մարդ տուժել է։ Քաղաքի առնվազն 12 շրջաններում պայթյուններ են հնչել, հրդեհներ են բռնկվել, փլվել են բնակելի շենքեր, որտեղ այս պահին աշխատում են փրկարարները։ Քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով եղել է 175 անօթաչու սարք, ավելի քան 14 թևավոր հրթիռ, առնվազն 2 բալիստիկ հրթիռ, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման մասին տագնապը տևել է մոտ 9 ժամ եւ ավարտվել է միայն առավոտյան ժամը 6-ին։ Հարված է հասել նաև Օդեսային, այնտեղ մահացել է մի կին, նրա մարմինը դուրս են բերել փլատակների տակից։ Վերջին տեղեկությունների համաձայն Օդեսայում եւս 17 մարդ է վիրավորվել, այդ թվում հղի կին եւ 17-ամյա աղջիկ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ ռուսական հարվածը ոչնչացրել է բնակելի շենքեր Օդեսայի պատմական կենտրոնում, մանկապարտեզ եւ ներառական կենտրոն։ Ըստ ուկրաինական ներքին գործերի գերատեսչության հարվածներ են եղել 27 տարբեր ուղղություններով։ Կիևի Դարնիսկի շրջանում Ռուսաստանի Դաշնության հարձակումից հետո տեղի ունեցել խոշոր հրդեհ, որը փորձում են մարել ուղղաթիռներով։ Սոլոմենսկի շրջանում 5 հարկանի բնակելի շենքը նույնպես լրջորեն վնասվել է նաև համալսարանի հանրակացարանը։ Հնարավոր է փլատակների տակ դեռ մարդիկ լինեն։ Որոնողական փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մենք տեղեկություններ ենք ստացել առնվազն 5 անհետ կորած բնակիչների մասին։ Նրանք կապ չեն հաստատել իրենց հարազատների հետ։ Ըստ Վլադիմիր Զելենսկիի հունիսի 17-ի գիշերը Ուկրաինան ենթարկվել է ավելի քան 440 անօթաչու թռչող սարքերի եւ 32 հրթիռների հարձակմանը։ Կիևի վրա ամենասարսափելի հարվածներից մեկն է եղել, ասել է Զելենսկին։ Ռուսները ոչնչացրել են ամբողջ մուտքը, ընդհանուր առմամբ վնասել են Կիևի 8 շրջանների տներ։ Ուկրաինայում հարվածների հետևանքով հայ համայնքը չի տուժել։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը մեծ զրույցում վստահեցրել է, զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա խմբային հարված է եղել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Միաժամանակ ռուսական կողմն էլ իր կորուստների մասին է հայտարարում։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության, Լուգանսկի ժողովրդական հանրապետության Կրեմենայա քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօթաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 2 անչափահաս։ Ուկրաինայի պատասխանը չի ուշացել, արդեն առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Դոնեցկի այն շրջանին, որտեղ գտնվում են միայն քաղաքացիական օբյեկտներ եւ խաղաղ բնակիչներ։ Ըստ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլիի վիրավորվել է 14 մարդ։ Զոհերի մասին տեղեկություններ կան, սակայն նրանց վերջնական թիվը ճշտվում է։ Բնակելի շենքերն ամբողջությամբ ավերվել են, վնասվել են կոմունալ ծառայություններ եւ մեքենաներ։ Հրթիռների կտորներ են ընկած գետնին։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։